Ընդամենը 2 օր առաջ Վիգեն Խաչատրյանն իր աշխատասենյակում իրականացնում էր ստանձնած առաքելությունը։ Այսօր արդեն բոլորի սիրելի Վիգեն Սուրենիչի աշխատասենյակում լռություն է։ Չկա աշխատանքային աժոտաժ, չեն հնչում հայրենիքը սիրելու, շենացնելու եւ որևէ դեպքում չլքելու նրա պատգամները։ Այս պատգամները Խաչատրյանը մշտապես փոխանցել է նաև ազգային ժողովում հյուրընկալվող աշակերտներին եւ ուսանողներին։ Պատգամավորի աշխատասեղանին վերջին գրառումներն են ու օգնականին տրված վերջին հանձնարարականները։ Անսպասելի կորստի հետ գործընկերները չեն հաշտվում, քանի որ մահվանից ժամեր առաջ էին ընթացել աշխատանքային հանդիպումներն ու համատեղ քննարկումները։ Ավակ գործընկերոջ մասին ցավոք այսօր խորհրդարանականները գրառում են կատարում ազգային ժողովում բացված Սքո հուշամատյանում։ Վիգեն Խաչատրյանը աներկբայորեն մեր քաղաքական կյանքի ամենավառ անհատականություններից մեկն էր եւ իր կենսափորձով, իր գիտելիքներով, իր անցած ճանապարհով նա ըստ էության կամրջում էր Հայաստանի քաղաքական կյանքի անցյալը եւ ներկան։ Իսկապես սա մեծ կորուստ է ինչպես մեր քաղաքական թիմի, մեր խմբակցության, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի քաղաքական կյանքի համար։ Որպես քաղաքացի չափազանց պարկեշտ էր, որպես ընկեր շատ հոգատար եւ շատ դեպքերում երբ որևէ տեղ ինչ-որ կոնֆլիկտ էր հասունանում, միշտ նա հասնում էր իր ուրեմն հաշտեցնող խոսքով, իր կերպարով, իր պատկառելի կենսափորձով եւ բնականաբար որտեղ կար ինքը, այնտեղ խնդիրները, թեժ քննարկումները ավելի հանդարտվում էին։ Երևի գլխավոր պատգամը, որը մենք պիտի ունենանք Վիգեն Խաչատրյանից, դա այն է, որ նույնիսկ ամենածանր քննարկումների ամենադժվար պահերին պիտի հիշել, որ կա համագործակցության եւ համերաշխության ճանապարհը։ Թե ես, թե Վիգեն Սուրենիչը հանդիսանում ենք պետայրովական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, շատ լավ ընկերեր, գործընկերեր։ Մենք միանշանակ երիտասարդ հատկապես պատգամավորներովս միշտ զգալու ենք իր խորհուրդների կարիքը։ Շատ նրբորեն էր վերաբերվում իր արտասանած բառերին, իր արտասանած քաղաքական խոսքին, թե դա շարադրելիս էր արտահայտվում, որովհետև միշտ փորձում էր ոչ մեկի չվիրավորել, քաղաքականության, քաղաքակրթության սահմանները չանցնել, բայց միտքը տեղ հասցնել, անչափսով միտք ուներ։ Պարոն Խաչատրյանի շատ բան կարելի է հիշել, հիմնականում իր հավասարակշռված դիրքորոշումները, մեզ էլ այդպես որ մենք բուռն էինք արձագանքում տարբեր իրադարձություններին, մեզ ասում էր հանգիստ, մի պատասխանեք, թողեք իրենք կհասկանան, այսինքն ինքը այդ իր կենսափորձը ամեն ինչ մեզ հաստատ փոխանցվել է ու մենք հետագայում իր խորհուրդներով, այդ տպավորություններով հաստատ շարունակելու ենք ու բոլորիս կյանքում ինքը զգալի դեր է ունեցել։ Ցավալի կորուստ էր, մեծ կորուստ մեր քաղաքական թիմի համար, մեծ կորուստ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին պարոն Խաչատրյանին, մեծ կորուստ հայ ժողովրդի համար։ Ինչու, որովհետև ինքը մի ազնվորություն էր, որ որևէ բանի նկատմամբ, որևէ երևույթի նկատմամբ անտարբեր չէր կարող մնալ եւ անմնացորդ նվիրվում էր այս կամ այն հարցի լուծմանը այն շրջանակներում, որ ինքը պատկերացնում է, որ դա ճիշտ է։ Սքո հուշամատյանում իրենց գրառումներն են թողել նաև Մեծ Բրիտանիայի եւ Սիրիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
Վիգեն Խաչատրյանի վերջին ելույթը ազգային ժողովի ամբիոնից եղել է հունիսի 15-ին։ Մեծ ճանապարհ անցած քաղաքական գործիչը կրկին խոսեց հայրենիքի մասին, շեշտադրեց բաց թողումներն ու մեկ անգամ եւս հորդորեց առերեսվել տասնամյակների սխալների հետ։ Մսխվել է Հայաստանի անկախությունը 24 տարի։ Հայաստանը անկախության հռչակման իսկ օրվանից անտեսեց բարոյականությունը։ Վիգեն Խաչատրյանը 1990-ից 95 թվականները եղել է Գերագույն խորհրդի, 95-ից 99-ին ազգային ժողովի падգամավոր։ Իսկ ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր քաղաքական գործիչն ընտրվել էր 2021 թվականին։ Падգամավորը լիազորություններն իրականացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության կազմում, ընդգրկված է եղել բարեկամական խմբերում եւ միջազգային խորհրդարանական կառույցներում։